Պատանքից եւ եթե տպավորությունների մասին խոսելը այս պահին ինձ մոտ շատ հագեցած է թե զգացմունքային թե այդ աշխատանքի հետ կապված որ միախառնվել է շատ հուզված եմ եղել շատ հատկապես Հայաստան երգի ժամանակ իդեպ Հայաստան երգը Վարդուհի Վարդանյանը որը կատարել է շատ մեծ պատասխանատվությամբ էի երգում, որովհետև նա արդեն կատարել է իդեալական եւ ներկայացնել իրենից լավ չէի կարող էի յուրովի ներկայացնել։ Եվ բնականաբար երգի իրավունքները պատկանում էին Արամ Ավագյանին, հեղինակը, քանի որ ինքն է, ես նրանից խնդրեցի, որ թույլատրի, որ ես նույնպես կատարեմ այդ երգը մրցույթին եւ նա սիրով համաձայնվեց։ Շատ եմ հուզվել հենց այդ ժամանակ երգել Բալտիկ ծովի մեջտեղում Հայաստանի մասին միևնույն ժամանակ հեռու գտնվել քո երկրից ներկայացնել ուրիշ ազգերին քո մշակույթը, քո երգը եւ իհարկե ամեն անգամ վերապրում ես Վարդուհու երգածը հուզումնալից Ահա, վերջապես ժամանեց նաև Սերգեյ Գրիգորյանը Բարև ձեզ Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում բոլորի Շամշյանից կարծնեք, որ Լեոյի վրա մեծ վթար է Շամշյանը քեզ նկարեց փաստորեն Դու էլ հետ չմնացիր նրա տեսախցիկից Դե ինչ Ուզում եք խոսքը փոխանցել Քանի որ արդեն 6 տարի շարունակ Սերգեյ Գրիգորյանը մասնակցում է միջազգային արվեստների փառատոնին եւ հանդիսանում է որպես ժյուրիի անդամ, խոսքը այս պահին փոխանցեմ իրեն։ Շնորհակալություն։ Ինչ ասեմ։ Հարցեր, հա, պետք է պատմեմ, նախ ասեմ, որ արդեն մոտավորապես 6 տարի է, որ Եվրամիության տարածքում երաժշտական միջազգային մրցույթների ժյուրիի անդամ եմ եւ երաժշտական պրոդյուսերը եւ պատիվ է ներկայացնել հայ մասնակիցներին Ուզում ես շնչինար Պատիվ է ներկայացնել հայ մասնակիցներին տարբեր փառատոներին, հատկապես այն փառատոներին, որտեղ Հայաստան անունը դեռևս չի հնչել, որտեղ տարիներ առաջ ինքս եմ նման մանիայով տառապել մասնակցել այն մրցույթներին հիմնականում որտեղ Հայաստանը պետք է առաջի անգամ հնչեցվեր Փառք Աստծո 13 միջազգային մրցույթ 13 միջազգային մրցույթի դափնեկիր եմ եւ առավել ուրախ եմ որ այսօր որպես ժյուրի անդամ եւ մրցույթային երաժշտական պրոդյուսեր իրավունք ունեմ եւ կարող եմ ներկայացնել Հայաստանից մասնակիցների գեղեցիկ տաղանդավոր եւ պլաստիկ դուք երևի հիմա կմտածեք ոչ գլխավորը ձայնն է չեք ժամանակն է աճել այսօր ձայնը չի միայն այսօր նաև տեսքն է այսօր նաև բեմական վարպետությունն է խարիզման է եւ այլն շատ տարբեր բաներ որոնք դեռևս Հայաստանում չկա եւ դեռևս լրագրողները Հայաստանում թույլ չեն տալիս որ այդքան շատ լինի որովհետեւ մենք դեռևս գալիս ենք հին դպրոցից ինչ վերաբերում է Baltic Voyage-ին արվեստների միջազգային փառատոն է որտեղ ներկայացվում են եւ պարը, այսինքն խորեոգրաֆիան եւ վոկալը տարբեր պատգրուպաներ կան, այսինքն ենթախմբեր, որոնցում տարբեր տարիքային ուրեմն մասնակիցներ են ներկայանում։ Լիլուն ներկայացել է բնականաբար 18-ից բարձր ենթախմբում եւ ներկայացրել է Վարդուհի Վարդանյանի Հայաստան աշխարհ ստեղծագործությունը եւ Alicia Keys-ի Fall-ինը։ Դուք կարող եք գրել ամեն ինչ, դուք կարող եք գրել, որ ես ժյուրի անդամ եմ, սարքել եմ այնպես, որպեսզի լինի Grand Prix, պարզապես հաշվի առեք մի բան, եթե դա լինեին մեր հարևան պետությունները, անգամ եթե նման բան լիներ, նրանք դա կներկայացնեին որպես տոն եւ որպես շատ լավ առիթ մեր մասնակցին առաջ տանելու։ Գրեք ինչ ուզում եք։ Ես շուտով կլինի մի քանի օրից մի քանի հատ
տեսանյութ, որով որ դուք ինքներդ կնայեք, շատ հուզիչ էր, երբ ժյուրի անդամներից ոմանք Հայաստան աշխարհի տակ լացում էին, եւ որովհետեւ միգուցե տակտիկա էր նաեւ իմ կողմից, նախքան ես բացատրել եմ երգը ինչի մասին է, շատ հուզիչ էր Բալթիկ ծովում, նավում, շվեդերի եւ լատիշների եւ մոտ 30 երկրների ներկայացուցիչների հետ մեկտեղ լսել քեզ համար լավ երգ, լավ կատարում եւ այդ հուզմունքը տեսնել նաեւ Լիլուի աչքերին եւ առավել հուզվել ոչ միայն քո մասնակցի համար, այլ նաեւ որ հնչում է այնպիսի մի երգ եւ հնչում է շատ լավ կատարումով երգ, ինչի համար ես որպես ժյուրի անդամ, որպես ընկեր, որպես իր երաժշտական պրոդյուսերը այդ մրցույթում շնորհակալ եմ քեզ, Արի Պաչին։ Մերսի։ Այդքանը հարցեր։ Բալտիկ Voyage 6-րդ միջազգային արվեստների փառատոն, որը տեղի է ունենում նավի վրա, Ռիգա, Ստոկհոլմ, Ռիգա, ուրեմն այդ երթուղու ժամանակ, մոտավորապես 12 ժամ այնտեղ, 11 ժամ վերադարձ։ Մոտ 30 մասնակից է եղել, Էստոնիա, ես եկեք սենց ասեմ, Պրիբալտիկա, Սկանդինավիա, Կովկասից միայն մենք էինք, Ռուսաստան։ Ինչի համար շնորհակալ եմ, Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ երկրներ, երևի չկար մենակ Ավստրալիան, Ամերիկան եւ Աֆրիկան։ Մոտ 32 Պարային ցավոք մենք չունեինք խումբ, սակայն ես եւս ժյուրի անդամ էի, բայց նաեւ եղել է պարային, ուրեմն խորեոգրաֆիկ մրցույթ, եւ այսպես, դա արդեն անկեղծ ասեմ, այդքան էլ ինձ հետաքրքիր չէր, որովհետեւ կարեւորը վոկալային մրցույթն էր, որտեղ ես շատ անհանգիստ էի Լիլուի համար, ասեմ, որ ժյուրի ժողովի ժամանակ արդեն ներքին խոհանոցից բացեմ, ես դեռևս գիտեի արդեն գիշերը, բայց իրեն չէի ասում պատասխանը, բացի նրանից, որ դատելուց առաջ ընդհանրապես կա այդպիսի բան, որ եկեք դատենք այդպես, որպեսզի կաբինետից դուրս գալուց հետո կարողանանք նայել իրար աչքերին։ Եվ ես շատ ուրախ էի, երբ ժյուրի մոտավորապես 9, չէ 10 անդամներից 6-ը միանգամից նայեցին ինձ, ասեցին, ну что тут еще судить, Гран-при կոնկուրսը Արմենիի։ Գրանպրին, ուրեմն, որը որ տեսնում եք, մրցանակը մրցույթը ունի 1 Գրանպրի վոկալային ենթախմբերի համար, այսինքն բոլոր տարիքային ենթախմբերից կա միայն 1 Գրանպրի եւ 1 խորեոգրաֆիկ։ Եվ Գրանպրին ասել է մեզ. Հաճելի է։ Ես ավելացնեմ, որ ես նախապատրաստական աշխատանքների ժամանակ ես ինքս շատ ոգևորված էի եւ գրեթե շատ քիչ էր մնում, որպեսզի բարձրաձայնեի մրցույթի ժամանակ, սակայն Սերգեյը ասեց, որ մի քիչ ավելի լավ կլինի, որ փակագծերի մեջ մնա դեռևս։ Եվ ասեմ, ուզում եմ անդրադառնալ նրան, որ Սերգեյ Գրիգորյանը լինելով նաև իմ գոլեգաներից եւ լինելով իմ շատ լավ ընկերը, ես ամեն դեպքում հանգիստ նստած չէի, որ նա ժյուրիի անդամ է, որովհետև բացի նրանից կան եւս 9 երկրներ ներկայացնող ժյուրիների անդամներ։ Եվ մի հոգու ձայնը այդքան էլ չի կարող սրան հասցնել։ Բայց կշիռը կարող է եւ լավ ելույթը նույնպես։ Եվ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ միասին կարողացանք հաղթահարել, որտեղ ամբողջ ժամանակ հոգեպես ես շատ հուզված էի, շատ հատկապես Հայաստան աշխարհի ժամանակ շատ եմ հուզվել, անգամ երկրորդ տան առաջին բառն եմ հուզմունքից չկարողացա արտաբերել։ Մի խոսքով ես չէի սպասում, բայց նավի վրա տեսնել հայկական դրոշը ամեն դեպքում շատ Սկանդինավիայում հատկապես Բալտիկ ծովի վրա բացի առևտրական որևէ կապերից եւ չգիտեմ արտագաղթից եւ այլն շատ չգիտեմ հպարտություն է տեսնել եւ ամեն անգամ թու դա մեզ հաջողվում է եւ սա Լիլուի առաջին հաղթանակը չէ եւ առաջին մրցույթը չէ, մենք
հետագայում ունենք իր հետ պլաններ, որովհետև արդեն նա որպես մասնակից իմ կրկին երաժշտական պրոդյուսեր ՄԱՄԲ եւ բնականաբար որպես նաեւ ժյուրի անդամ ստացել է հրավերք մեկ այլ մրցույթում հանդես գալուն։ Կարելի է մի հատ իր այդ նկարվում։